Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայոց ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ եւ միաժամանակ մեր մշակույթի զարգացման ջատագով Ներսես Աշտարակեցուն, ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն։ Մեր այսօրվա հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վալերի Թունյանը եւ Էջմիածնի Մայրաթորի Մատնադանի տնօրեն Արարատ Քահանա Պողոսյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Ներսես Աշտարակեցու կյանքին եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային ազատագրական շարժման եւ մշակույթի անվանի գործիչ Ներսես Աշտարակեցին Թորոս Հարությունի Շահազիզյանը ծնվել է 1770 թվականի փետրվարի 13-ին Աշտարակում քահանայի ընտանիքում։ Ավարտել է Էջմիածնի ժառանգավորած դպրոցը։ 1804-ից 13 թվականներին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ աջակցել է ռուսական բանակին, երբ ազատագրվեց Շիրակը, Լոռին, Տավուշը, Զանգեզուրը եւ Արցախը։ 1814 թվականին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ։ Նրա ջանքերով Թիֆլիսը դարձել է Կովկասում հայության մշակութային քաղաքական կենտրոն, որտեղ 1824 թվականին բացել է Ներսիսյան նշանավոր դպրոցը, հիմնել տպարան։ 1826-ից 28 թվականներին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքին աջակցելու համար նրա կոչով ստեղծվել են հայկական կամավորական խմբեր։ Անձամբ մասնակցել է Երևանի Սարդարապատի Էջմիածնի ազատագրական մարտերին։ Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից եւ Թուրքիայից հայերի ներգաղթի կազմակերպման գործում։ Հետապնդել է Ռուսաստանի Հովանու ներքո հայկական ինքնավարության ստեղծման ծրագիր։ 1828 թվականին նշանակվել է Նոր Նախիջևանի եւ Բեսարաբիայի թեմի առաջնորդ։ 1843 թվականին ընտրվել ամենայն հայոց կաթողիկոս։ Մահացել է 1857 թվականի փետրվարի 13-ին Թիֆլիսում։ Թաղված է Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Շիրմաքարին փորագրված է Պաշտպան հայրենյաց։ Կարգավորել է Էջմիածնի կաթողիկոսարանի հարաբերությունները Թեմերի եւ Պոլսի պատրիարքարանի հետ, պաշտպանել հայ եկեղեցու շահերը։ Մեծ ուշադրություն է դարձրել դպրոցաշինությանն ու լուսավորության ոլորտին։ Պարգևատրվել է Սուրբ Աննայի առաջին աստիճանի եւ Ալեքսանդր Նևսկու ռուսական շքանշաններով։ Աշտարակում նրա անունով է անվանակոչվել թիվ 1 դպրոցը, նաեւ հրապարակ, որտեղ կանգնեցվել է հուշարձան։ Պարոն Թունյան, ծանոթանալով թեկուսապանցիկ հայ հոգևորականների, մանավանդ կաթողիկոսների գործունեությանը այս 1700 տարվա ընթացքում ակնհայտ է դառնում, որ նանջարկում Ներսես Աշտարակեցին հիրավի իր ունեցած վաստակով առավել աչքի ընկնողներից է, թե հոգևոր եւ թե նաեւ աշխարհիկ արդեն ասացի, որպես ազատագրական պայքարի ղեկավարներից Արևելյան Հայաստանի, Ռուսաստանի միացման շրջանի մշակութային գործիչ, սակայն դա այդ միաժամանակ այն տպավորություն է ստեղծում, որ Ներսես Աշտարակեցու անունը կամ նրա վաստակը մեր հանրությանը ինչպես որ հարկն է չի ներկայացում կամ տեղյակ չեն։ Այս հարցը հատկապես ձեզ եմ ուղղում, որովհետև մեր հեռուստադիտողներին, մեր հայրենակիցներին ներկայացնեմ, որ պարոն Թունյանը իթիվս մի շարք այլ կաթողիկոսների, նաև Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի մասին այս հիմնարար աշխատության հեղինակն է եւ տարիներ շարունակ մանրամասնությամբ ուսումնասիրել է Ներսես Աշտարակեցու կյանքը եւ գործունեությունը։ Ձեր ընդհանուր գնահատականը խնդրում եմ տալ։ Ներսես Աշտարակեցին բացեց հայոց պատմության նոր էջը, որը առ այսօր լրացվում եւ գրվում է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն կա, որ մեր այսօրվա հայոց պետականությունը անմիջապես շարունակությունն է մեր վահանջական պետությունների, ընդհանուր մինչև Հայկը։ Սակայն մենք պատմաբաններս գիտենք, որ այդ զարգացումը ընթացված էր եւ այսօրվա մեր պետության ակունքները գալիս են 17 դարի սկզբից։ Հայկական մարզ, Երևանի նահանգ, առաջի, երկրորդ, երրորդ հանրապետությունները եւ նրա հիմքում կանած է Ներսես Աշտարակեցին։ Բավական է նշել, որ նրա ջանքերով ստեղծվեց հայկական մարզը, Հայաստանի անունը վերականգնվեց, ստեղծեցին կրթական օջախներ, Ներսեսյան, իսկ ստեղծեցին ծխական դպրոցներ,
48 թվականից, 1848 թվականից, որոնք տալիս էին կրթություն բոլոր դասերի համար։ Արդյունքում օրինակ 60-ական թվականների սկզբում ամբողջ Անդրկովկասում ծխական դպրոցական կրթական համակարգում սովորում էին 20,000 հայ երեխա։ Դա վիթխարի թիվ էր։ Այն ժամանակների համար իրոք վիթխարի թիվ էր։ Ջերմանական կրթությունը եւ մնացած ուսումնագիտական եւ տնտեսական հաստատությունները, ձեզ ասեմ նույնիսկ նա ստեղծեց շաքարի գործարան, մետաքսի գործարան, առավելևս նախատեսնում էր ստեղծել պետական բանկ, որը գումարներ կտրամադրեր գյուղացիներին մատչելի գներով, սակայն այդ մտքից նա հրաժարվեց, բայց թողեց 1 միլիոն ռուբլի, որը 258,000 արծաթ, որի հիման վրա հետագայում հանդես եկավ ստեղծվեց Գեորգյան ճեմարանը։ Այսինքն հետո էլ օգտակար գործը հայրենանավեր գործը շարունակվեց նրա գործունեությունը հատկապես 50-ական թվականների ուսումնասիրված չէր եւ ներկայացված չէր եւ չէին հասկանում ինչով է դրդված այդ գանգատների հատկապես նոր Նախճիվանի հակախալիբյան կուսակցության գործունեությունը ընդդեմ կաթողիկոսի։ Եթե խորացնենք, ասենք հետեւյալը, երբ որ նա ընտրվեց կաթողիկոս, հիվանդացավ եւ եղավ Պետերբուրգում, նոյեմբերին երբ որ ապակինվեց, նրանք սկսեցին այցելել տարբեր ներկայացուցիչներ, Ավագանու, հոգեորականներ, Արտասամանյան, այստեղ խոսակցություն եղավ միտրոպոլիտ Ֆոտի հետ, որը խոսած ճեմարանի անհրաժեշտության մասին, կաթողիկոսը ասեց, ես կբացեմ 2000 ուսանողների համար։ Միտրոպոլիտը քմծիծաղ տվեց, ասեց, բայց չէ որ դու գիտակցում եք, որ անհրաժեշտ է ունենալ դասագրքեր, դասախոսներ։ Նա էլ վրա տալով ասեց, այո, ես գիտակցում եմ, ես ոչ մի կոպեկ գումար չունենալով իմ հոգևոր զավակների ջանքերով բացեցի Ներսյան ճեմարանը եւ դա է այսպես։ Ներսյան ճեմանին առանձին կանդրադառնանք։ Բայց դա վիթխարի գործ էր։ Եկեղեցական կանոնադրությունը պարաժեն է պահանջում ուրեմն մի թեմում մենք պետք է ունենայինք մի ճեմարան։ Ամեկի մոտավորապես գալիս էր 40,000։ Դրա համար անհրաժեշտ էր վարկ վերցնել 20,000, բայց այստեղ տեղի ունեցավ որոշակի անհատականացված մոտեցում եւ նա ստիպված էր իր խնդրագրերից հրաժարվել։ Այսինքն առաջ քաշվեց հայ եւ ռուս եկեղեցու միացման խնդիրը սկզբից 43 թվականի վերջում եւ վերջնականապես այն ներկայացրեց օտար երկրի գործերի դավանության դեպարտամենտի վարիչ Վալերի Սկրիպցինը ապրիլի 22-ին եւ իր մի նամակներից նա գրում է եթե Ներսես աշտարակեցին ընդունել այդ առաջարկությունը ես կամաչեի նրա փոխարեն որտեղ նա անկախ ինքնուրույն եկեղեցու ղեկավար էր իսկ հաստատորեն Ներսես աշտարակեցին ոչ միայն դա չընդունեց այլև դրան ընդդիմացավ նա հայտարարեց ես դեմ եմ իսկ եթե նույնիսկ ես համաձայնվեմ իմ հոտը չի համաձայնվի եւ կտեղափոխի մայրաթորը սիս նույնպիսի վերաբերմունք նա ցուցաբերեց նաեւ մնացած հարցերին շնորհակալություն Տեր Արարատ, փաստորեն Ներսես աշտարակեցու թաթերավեմ դուրս գալը arczepiskopության շրջանը եւ կաթողիկոսության շրջանը այդ ժամանակահատվածը համընկավ մեր ժողովրդի եւ եկեղեցու համար հիրավի ճակատագրական վճռորոշ նշանակություն ունեցող այդ տասնամյակների հետ եւ որպես աշխարհիկ մարդ ցեզ որպես մեր եկեղեցու յետասարդ հոգեորականի այդ առումով ձեր գնահատականը եւ նաեւ բոլորին հայտնի է որ նա իր թե կենթանության օրոք եւ արժանացավ պաշտպան հայրենաց այդ բարձրագույն ժողովրդական կոչմանը Ներսես աշտարակեցու կյանքին ու գործունեությանը ծանոթանալիս մենք նրան տեսնում ենք թատերաբեմում դեռևս Դավիթ Դանիելյան վեճերի ժամանակ որոնց ժամանակ իդեպ ինքը եւ հետագայում ամենայն հայոց կաթողիկոս դարձած Եփրեմ Զորագեղցին մեծ ներդրում ունեցան այս Դավիթ Դանիելյան վեճերի կարգավորման ժամանակ հոգուտ Դանիել Սուրմառեցում
Եվ այս շրջանից Ներսես աշտարակեցին կարծես թե չի իջնում հայ ազատագրական պայքարի, հայ ժողովրդին կրթելու, լուսավորելու, հայ եկեղեցին բարեկարգելու, բարենորոգելու այդ առաքելությունը վերցնում է իր ուսերին եւ առաջ է տանում։ Եվ արդյունավոր գործունեություն է ծավալում նախ Թիֆլիսում որպես թեմի առաջնորդ, ապա Բեսարաբիայում, որտեղ գտնվում էր այսպես ասված պատվավոր աքսորի մեջ, եւ տեսնում ենք, որ նրա ամենակարևոր գործունեությունը, որի համար ինքը արժանացավ որպես պաշտպան հայրենյաց, դրսևորվեց 1827 թվականի կամավորական գնդերը Թիֆլիսում կազմակերպելու եւ ինքն անձամբ դրանց մարտի դաշտ առաջնորդելու գործի մեջ, բայց նաեւ չմոռանանք, որ նա նաեւ մեծ ներդրում ուներ հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման մեջ, նաեւ ռուս-պարսկական 1800-ականների սկզբին եւ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ։ Հետո նաեւ պիտի նորից իր ներդրումը ունենար արդեն 30-ական թվական 1728-26-28 թվականների եւ ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Այսինքն լինելով հայ եկեղեցու ղեկավար, նաեւ քաղաքական ծրագրեր իրականացնում, դերակատարություններ իրականացնում։ Այո, ամբողջովին առել էր իր ուսերին այդ քաղաքական կողմնորոշման տանելու հարցը, իրագործելու հարցը եւ մենք գիտենք, որ ուներ լավ կապեր նաեւ դիվանագետների, զորավարների հետ եւ կարողանում էր այդ կապերից հոգուտ Հայաստանի կամ հայ ժողովրդի կարևոր կետեր կորզել եւ գիտենք, որ ինքը նաեւ դժգոհություն ուներ Թուրքմենչայի պայմանագրից, որտեղ ճիշտ է իր պնդմամբ իր հորդորներով որոշակի կետեր մտան, բայց ընդհանուր առումով ինքը ավելին էր սպասում ցարական Ռուսաստանից եւ կարծես թե դրանք իր սպասվածին չստացվեց, իր սպասվածը չեղավ։ Բայց ինչևէ տեսնենք, որ նա չի նահանջում, նա միշտ պայքարի մեջ է, թե հայ եկեղեցու ինքնուրույնության համար, հայ ժողովրդի ինքնավարության կամ անկախության պայքարի համար եւ միշտ իր գործունեությունը ուղղված էր եղել այս ընթացքին, որի համար հայ ժողովուրդը արժանին մատուցեց եւ այսօր նրա շիրմաքարին արձանագրված է պաշտպան հայրենյաց կաթողիկոս ամենայն հայոց։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, տեսանկյունից կարելի է ավելացնել որոշակի շտրիխներ 1804 թվականի հունիսին ռուսաց բանակը պաշարեց Երևանի ամրոցը եւ Ներսես աշտարակեցին Էջմիածնում պատարակի ժամանակ հանդես եկավ ճառով վասն ռուսաց զորած հաղթանակի, որտեղ ներկայացվեց Ռուսաստանի զորքի գործունեությունը որպես Աստծո սուր, որը պետք է լուծեր հայ ժողովրդի ազատագրումը օտարերկրյա դավանությունից։ Նույն ձևը պետք է ասել, որ նա մասնակցեց նաև նշված ռուս-պարսկական պատերազմում։ Պատմագրությունը սովորաբար ներկայացնում էր նրան որպես հոգևորականի կերպարը, բայց ասենք Օշականի ճակատամարտում օգոստոսի 17-ին նա ինքն էր մարտնչում, հրետանուց կրակում էր Պարսի զորքերի վրա։ Դա անսպասելի է, պատկերացրեք։ Այսինքն նրա մոտ հոգևորականը եւ քաղաքական կամ ազգային վարչական զինվորական գործիչը զուգահեռվում էր լավագույն կերպով։ Եվ ավելին 1827 թվականի սեպտեմբերի 8-ին Գառնուում կայացավ Կովկասի կորպուսի զինվորական խորհուրդը, այստեղ Պասկևիչը մեղադրեց Օշականի ճակատամարտերս Կրասովսկուն, որ նա վտանգեց ամբողջ պարսկական պատերազմի ընթացքը, տալով մեծ զոհեր, փրկելով Էջմիածինը։ Հակառակվեցին նրան Սուխատերենը գեներալը, Բեկենդորֆը Կոնստանտինը եւ Ներսես աշտարակեցին, դեռ ավելին ասեց, ես կբողոքեմ թագավորին ձեր վերաբերմունքի հանդեպ։ Այդ գործը, ինչպես ասում է ժողովուրդը, հասավ դիվանբաշուն, Նիկոլայ առաջինը քննարկել վերլուծեց այդ օպերացիան եւ նոյեմբերին պարգևադրեց Կրասովսկուն Վլադիմիրի երկրորդ քանիշանով արիության համար։ Եվ 28 թվականի սկզբին էլ Ալեքսանդր Նևսկու քանիշան ստացավ Ներսես աշտարակեցին, նույն Այդ առումով Ներսես աշտարակեցին այդ գովարտակում մեր պատմագրությունը այնքան ուշադրություն չի դարձրել։ Նա շնորհակալություն է հայտնում Անդրկովկասի հայ ժողովրդին իր ցուցաբերած դրական վերաբերմունքին Ռուսաստանի հանդեպ։ Սա երկրորդ այդպիսի հրովարտակն էր
Ալեքսանդր Առաջինի 1913 թվականի հրովարտակից հետո։ Այդ տեսանկյունից ներսես աշտարակեցու գործունեության, ազգային քաղաքական գործունեության կամ արդեն նշեցիք ռազմական թեկուզ որպես գործիչ, առանցքային փուլը դա հենց Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միացման այդ շրջանում նա ունեցած որոշ դերակատարություններ։ Նա կոչերը ջոկատների կամավորական կազմակերպումը, հետագայում նաև ներգաղթի կազմակերպումը, հայության էթնիկ քանակի ավելացում, որ ունեցավ հետագայում դարակազմիկ պետականությունից սկզբից դուք խոսեցիք, հետագա տարիների պետականության ներկա տարածքում կայացման ամրապնդման առումով ասենք որ պարսիկների ներխուժումը շատ մեծ վտանգ էր սպառնում, քանզի ռուսական կայազորները ծորված էին ամբողջ Անդրկովկասում։ Արդեն օգոստոսին տեղ ունեցան գաղտնի հանդիպումներ, խորհրդակցություններ Թիվրիզում, Կովկասի կուսակալ Երմոլովը խնդրեց վրացիներից եւ հայերից ցուցաբերել օգնություն եւ ներսես աշտարակեցին կազմակերպեց նպաստեց հայկական աշխարհազորի ստեղծմանը, իսկ հետագայում նաև գումարտակների հայկական առաջի գումարտակ, երկրորդ եւ երրորդ։ Ինչ վերաբերում է ազգային բովանդակությանը, ասենք հետեւյալը, Երևանի ամրոցի ազատագրումից հետո ապրիլ հոկտեմբերի 6-ին նա դարձավ վարչության անդամ, իսկ Կրասովսկի նախագահն էր, այստեղ ձեռնարկվեցին մի շարք միջոցառումներ, որոնք նպաստեցին այդ երկրամասի միացմանը Արարատյան երկրի։ Այսինքն կազմակերպվեց Ստեղ մշակվեց Երևանի նահանգի մշակման ծրագիրը, հետագայում կիրականացնի հայտնի ազգագրագետ Շոպենը, մտցվեց Սարդարի Մաքսային առևտրի համակարգը, կարգավորեց դրամի գործը, նկարագրվեց Երևանի եւ Նախճիվանի սահմանները։ 1828 թվականի ապրիլի մարտի կեսերին Պասկևիչյան սպասորեն Թավրիզից հայտնվեց Երևանում։ Այնքան անսպասելի էր նրա այցելությունը, որ Սուրհանդակը, որ բերում էր նրան լուրը ապագա ռուս-թուրքական պատերազմի մասին, նա չտեսակցեց, մեկնեց Թավրիզ։ Այստեղ նա եկավ հաշվեհարդար տեսնելու Կրասովսկու եւ ներսես աշտարակեցու հետ։ Կրասովսկին օշականից հետո վնասվածք ուներ մեկներ էր Թիվրիզ, բուժման համար եւ մեկնեց այդտեղից Դանուբ, մնացել էր աշտարակեցին, որից նա հանեց Երևանի վարչության կազմից մեղադրեգով, որ պաշտպանում է հայոց եկեղեցու շահերը։ Գործընթացի մեջ խառնվեց աղա Խաչատուր Լազարյանը, արտգործնախարարության դիվանագիտական աստիճանավորը, որ իրականացնում էր հետախուզական գործունեությունը Անդրկովկասում եւ եվրոպական Թուրքիայում։ Նա ապրիլի 12-ին կազմակերպում է նրան հրավեց Բեսարաբիա, որպեսզի դուրս բերի Պասկևիչ լարված հարաբերությունների թնձուկից։ Ներսես աշտարակեցին եւ հայրենասերները Խաչատուր Լազարյանի ղեկավարությամբ նախատեսում էին հայկական մարզին տալ ազգային բովանդակություն, այսինքն կիրառել հայկական դատաստանագիրքը Աստրախանի օրինակով, օգտագործել ազգային կառավարման ձևը, ինչպես Նախճիվանում էր նոր Նախճիվանում եւ Ղրիմի հայ համայնքներում, տալ արտոնություններ Էշմիածնին, Մերիկներին, մի խոսքով ստեղծել հայկական կոմսություն։ Եվ նրա շնորհիվ, չնայած որ մնաց հայկական մարզը, ստեղծվեց ազգային օջախ, որի շնորհիվ մենք այսօր գոյություն ունենք։ Հետագայում միայն, երբ ներսես աշտարակեցին վերադարձավ Էշմիածին եւ շփվեց Կովկասի կուսակալ Միխայել Վառանցովի հետ, նա խնդիր դրեց վերականգնել հայկական մարզը, իսկ Վառանցովը առաջարկեց ստեղծել հայկական վրացական նահանգը կամ էլ ստեղծել Երևանի նահանգը, որը իրականացավ 1950 թվականի հունվարի 1-ին։ Այնպես որ այս ամբողջ պետականության ստեղծման գործընթացը այսօրվա իր ակունքով գալիս է ներսես աշտարակեցու ժամանակաշրջանից։ Տեր Արարատ, ներսես աշտարակեցին ազգային քաղաքական ոլորտում, հոգևոր ոլորտում արդեն ներկայացրեցինք մեր հայրենակիցներին, սակայն մշակույթի ոլորտում մի տիտանական կոթողային գործ է արել, հիշատակ թողել, որը կոչվում է Ներսիսյան դպրոց։ Այդ դպրոցը խնդրում եմ ներկայացրեք մեր հեռուստադիտողներին։ Իրավի Ներսես աշտարակեցու գործունեությունը բազմավոլորտ էր։ Բայց ճիշտ եք նկատում, որ աշտարակեցին հայ ժողովրդի սրտում մնացել է որպես պաշտպան հայրենյաց եւ Ներսիսյան դպրոցի հիմնադիր։ Շուրջ 1 դարյա պատմություն ունեցող այս
Ներսիսյան դպրոցը կարելի ասել Կովկասում առաջին բարձրագույն ուսումնական կրթություն տրվող հաստատությունն էր, որը Ներսես աշտարակեցու ջանքերով եւ ազգային բարերարների նվիրատվություններով այդ տարածքները եւ դրանց եկամուտները կարողացավ իմի բերել եւ ստեղծել մի դպրոց, որտեղ հրավիրվեցին ժամանակի բազմաթիվ նշանավոր դասախոսներ, որոնք կարողացան կրթել մի սերունդ, որը քիչ առաջ խոսում ենք պետականության ստեղծման գործընթացների մասին, որոնց այս սերունդը, այս կրթության, այս հաստատության սերունդը դարձավ հայ մշակույթի եւ հայ պետականության կրողների մի հսկա բանակ եւ այս 100 տարվա ընթացքում շուրջ 2000-ի շրջանավարտներ եւ բազմաթիվ մեծանուն հայորդիներ, որոնք այսօր կարծես թե չի ակնարկվում, որ դրանք եղել են կամ Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ, կամ այնտեղ դասավանդողներ, որ եւ գիտության ասպարեզում, եւ մշակույթի, եւ քաղաքականության, եւ զինվորականության ասպարեզում այս հաստատությունը արգասաբեր է եղել։ Եվ այս առումով Ներսես աշտարակեցու գործը որպես մշակութային օջախի հաստատող անգնահատելի է։ Ձեր նշած ասպարեզներում կներեք, ընդհատում եմ, մեր հայ երևելիների մեծ մասը Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ են եղել։ եղել։ Եվ վերջո նշենք, որ այդ շրջանավարտները կամ դասատուները հետագայում պիտի հանդես գային Գևորգյան ճեմարանում որպես դասատուներ կամ աջակիցներ կամ դրանց ստեղծած դասագրքերով ճեմարանը պիտի շարունակեր իր կրթությունը։ Այսինքն սա մի լավ հող նախապատրաստեց Լազարյան ճեմարանի հետ, որի վրա արդեն հետագայում ավելի բարձր մակարդակով հիմք դրվեց Գևորգյան ճեմարանը։ Շնորհակալություն։ Պարոն Թունյան, Փաստորեն Ներսես աշտարակեցու ժամանակաշրջանը բավականին հարուստ եւ հետաքրքիր էր այդ առումով, որպես այդ ժամանակաշրջանի ուսումնասիրող։ Արդյոք այդ ամենին ծանոթանալը նկատի ունի ոչ միայն մասնագետ պատմաբաններին, այլև ընդհանրապես մեր հանրապետության քաղաքացիներին, մեր հայրենակիցներին։ Դրան ծանոթանալը, հասու լինելը ներկա պահին ինչքանով է անհրաժեշտ, հենց թեկուզ անընդհատ քաղաքականությունից խոսեցին, քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Բոլոր տեսանկյուններից Ներսես աշտարակեցու գործունեությունը եւ մեր մեծերի գործունեությունը արժանի է հիշատակման։ Առավել եւս այսօր, երբ որ մենք գտնվում ենք պատմահոգեբանական պատերազմում մեր հարևանների հետ, որոնք ուշի հետևում են մեր մեծերի գործունեությանը, որպեսզի հասկանան, հատկապես Ներսես աշտարակեցու, հասկանան, թե ինչի շնորհիվ է տեղ ունեցավ հայ ժողովրդի հրաշքը, ոնց է նա կարողացավ վերականգնել եւ ստեղծել իր պետականությունը։ Սա առօրեական խնդիր չէ, այլ առօրեական քարոզի պահանջի կարիք ունի։ Տեր Արարատ, շարունակելով նախորդ հարցը, դուք որպես երիտասարդ հոգևոր ծառայության մեջ նոր ոտք դրած, այսպես Ներսես աշտարակեցու կերպարը, որպես այդպես կոթողային կաթողիկոսի, եթե կարելի է նման ձևակերպում տալ, ինչքանով է կոնկրետ ձեր համար եւ մյուս երիտասարդ հոգևորականների համար ուսանելի կամ օրինակ ինչքան կարող է օրինակ ծառայել։ Ինձ համար Ներսես աշտարակեցու կերպարը հոգևոր է։ Այս անձնավորությունը կառավարիչ էր, հայր էր հարկ եղած դեպքում, խրատող էր, շինարար էր, բարենորոքիչ էր, մշակութային գործիչ էր, թեև Օրմանյան Սրբազանը նշում է, որ նա բարձրագույն կրթություն չէր ստացել, բայց լավ գիտեր կրթության հարկը։ Եվ այս առումով ամենակարևորը նրա մեջ մեզ որպես երիտասարդ հոգևորականների ոգևորում է նրա անընկրկուն ոգին։ Գիտենք, որ քանի անգամ նրան ամբաստանեցին, քանի անգամ փորձեցին նվաստացնել, բայց ոչ մի անգամ նա չընկրկեց եւ ուր որ ուղարկում էին եւ ինչ գործի որ դնում էին, պատվով, լուր, գլուխը կախ գործ ավարտին էր հասցնում եւ փայլուն կերպով։ Եվ երբեք ոչ առաջնորդության տարիներին, ոչ կաթողիկոսության տարիներին չկարողացան նրան որևէ կերպ ընկճել։ Նրա հոգին հպարտ էր, նա պաշտպան էր իր եկեղեցու, իր դավանանքի, իր ժողովրդի եւ այս առումով նա կարծես այս տասնամյակների միջով էլ խոսում է մեզ հետ։ Նրա կյանքը ամբողջովին դաս է յուրաքանչյուր
հոգևորականի համար եւ կարծում եմ որքան շատ քարոզենք այդ դասը մեր մեջ պիտի ամրանա եւ Աստված հարկ չհամարի, հարկ եղած դեպքում նրա նման այսպես ճակերտավոր յուրաքանչյուր հայ հոգևորական պատրաստ կլինի ծիհեցնելու կամավորական գնդեր առաջնորդելու դեպի հայրենիքի պաշտպանության։ Շնորհակալություն։ Հարգելի բարեկամներ, հաղորդումը կցանկանայի ավարտել Լեոյի մեր անվանի պատմաբան Լեոյի տված գնահատականով ներսես աշտարակեցություն Լեոն ասում էր. նրա մեջ Երևան էր հանվում եւ սեր դեպի ժողովուրդը եւ ահեղ պատասխանատվություն ապագա սերունդների առջեւ։ Հարգելի բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Հարգելի ռադիոդիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն։ Առայժմ այսքանը ճանաչենք հայորդիներին։